այս տարի մասնակցել եք հունիսի։ Անպայման։ Սատանան պիտի հեռանա։ Սատանա ասելով ում նկատի ունեք։ Աստվածաշունչը ասում է ժամանակը գալու, սատանան իշխանության գլուխը անցնելու։ Բայց ժամանակը, որ գլուխը ջախջախված պիտի հեռանա, ժամանակը եկել է։ Այսինքն հունիսի 7-ը ձեզ հենց այդ օրն է լինելու։ Ինչպես։ Հունիսի 7-ը հենց այդ օրն է լինելու։ Այո։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ էլ շնորհակալ եմ, որ լսեցիք։ Բոլորիդ էլ շնորհակալ եմ։ Նորից հիշում եւ պահանջում եք, ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Ղարաբաղի են, որ Ղարաբաղի ճամփան փակել են, սովամահան են, դա ցեղասպանություն չէ, թե որ կասնահար են արել Ուկրաինայում, գեներալ Մարտուն կասնահար են արել, ցեղասպանություն չէ, լրագրած չէ, Ղարաբաղում, այս հիմիկվա Ալիևը հոր ժամանակ, ծրագիրը որ հանել են ցեփից, որ հան ժողովրդին պետք է կոտորեն, եւ 90 թվին последний ձենքն ու թույնը Մասիսի ժողովրդին, թուրքերին բաժանեն ու Հայաստանն էլ գրավեն։ 90 թվին էլի թույնն ու զենքը բաժանել են, գարուն գործարանը թունավորել են, բանկերը թունավորել են փողի միջոցով, ջրերը թունավորել են քանի տեղ։ Բացի դրանից, Սումկայիթը ցեղասպանություն չէ, Բաքուն ցեղասպանություն չէ, Ղարաբաղի այնքան կոտորել են էլի գյուղ առ գյուղ, կոտորել չի, թե որ գերեզմաններն են շուրտվել, դա ցեղասպանություն չէ, մեր հուշավարերը սաղ գրավել իրանց համար ջարդխշուր արել, ու ոչ ոք չուզում, որ դրա մասին խոսա, այդ ծրագրի մասին խոսա, ծրագրի մեջ եղել է որ 90 թվին վերջ թույնով զենքը բաժանեն Հայաստանի թուրքերին ու հարձակվեն։ Դա համար միջը հիմա ասում է Սևանի ափին խորոված պիտի ուտամ, շեշ կուտի։